Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Հարավային Կալիֆոռնիայում մասշտաբային մեքենայությունների բացահայտման մասին։ Պետական գանձարանի միջոցների հափշտակության համատեքստում հատուկ հիշատակվում են հայկական հանցավոր խմբավորումները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մեքենայությունների մասին է խոսք եւ ինչ կապ ունեն դրանց հետ հայերը։ Այս մեքենայությունները, ինչպես հասկանում եմ, կապված են սոցիալական նպաստների հետ եւ բժշկական ապահովագրության հետ։ Դեռևս 2020 թվականին Times պարբերականն էր բացահայտել այստեղ խախտումները, այնուհետ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազն էր շարունակել հետաքննությունը։ Երկար ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը նախագահ չէր, որևէ բան չէր լսվում այս ամենի մասին, կրկին հիմա վերսկսվել է եւ մեղադրում են Կալիֆոռնիայի դեմոկրատական առաջնորդների։ Եվ բարձրաստիճան հանրապետական գործիչներ փնտրում են այստեղ նաև օտարերկրյա հետքը։ Եվ մասնավորապես այդ մասին բարձրաձայն արտահայտվել է հայտնի հանրապետական գործիչ Մեհմեդ Օզը, ով այժմ չափազանց բարձր պետական պաշտոն է զբաղեցնում Թրամփի վարչակազմում, նա ղեկավարվում է բժշկական ապահովագրության ողջ համակարգը, լինելով այդ պետական գործակալության տնօրենը։ Երեկ չառաջին օրը Մեհմեդ Օզը մամլո ասուլիսում հայտարարել է, որ մեջբերեմ այս մեքենայություններում մասնակցում են հայկական բանդաները, հայկական մաֆիան։ Նախագահը չի հանդուրժի, որ ամերիկացիներին խաբեն օտարերկրյա ուժերի ազդեցության ներքո։ Այսինքն կազմակերպված փորձում է ուղղորդել, թե այս ամենում առաջին դերերում իբր հայեր են եղել եւ որ հայկական հետքի ուղղությամբ մամուլի լրատվամիջոցների եւ այլ ուշադրությունը հենց սևեռված լինի հայերի վրա, ինչը կարծում եմ արվում է նպատակաուղղված եւ պետք է դեռ հասկանալ որն է այս ամենի նպատակը։ Իհարկե անընդունելի է այնինչ տեղի ունեցել, այս հայտարարությունները որևէ կերպ չի կարելի հանդուրժել, քանի որ եթե հանցանք կա, ապա դատարանը պետք է որոշի ովքեր են մեղավորները եւ այս դեպքում իրենց էթնիկ ծագումը կարծում եմ պետք է երկրորդական լինի։ Այս դեպքում ոչ մի դատական վճիռ չկա, անգամ հետաքննություն, դատական հետաքննություն չկա, բայց որոշ մարդիկ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող իրենց թույլ են տալիս խոսել հայկական մաֆիայի, հայկական բանդաների մասին։ Կարծում եմ Ամերիկայի հայկական կազմակերպությունները պետք է հետևողական լինեն այս հարցում, փորձեն գնահատական պահանջեն եւ պատասխանատվության կանչեն Մեհմեդ Օզին այս անպատասխանատու հայտարարությունները անելու համար։ Մեհմեդ Օզ անունը կարծես ինձ ծանոթ է թվում, եթե չեմ սխալվում, Ամերիկայի հետ կապված խնդիրների ինչ որ առնչություն է ունեցել։ Ուղիղ առնչություն, Մեհմեդ Օզը ոչ միայն ազգությամբ թուրք է, նա նաև Թուրքիայի քաղաքացի է, ավելին ասեմ, Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության անդամ է եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմ ընկերն է, համենայն դեպս ինքը այդպես է ասում։ Դա նրան բոլորովին չի խանգարում Միացյալ Նահանգներում իշխող կուսակցության կազմում նույնպես բարձրաստիճան տեղեր դիրքի ունենալ եւ բարձր պետական պաշտոն զբաղեցնել։ Հայ համայնքի հետ նա միշտ է վատ հարաբերություններ ունեցել, հաշվի առնելով այն, որ բազմիցս հանդես է եկել հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով, բնական է հակազդեցություն է ստացել հայկական կազմակերպությունների կողմից եւ 2022 թվականին, երբ նա առաջադրել էր իր տեխնացությունը սենատ ընտրվելու համար, բնական է, որ հայկական կազմակերպությունները ամեն ինչ արեցին նրա ընտրվելը տապալելու համար։ Իդեպ հունական կազմակերպությունների հետ համատեղ։ Արդյունքում այդ Փենսիլվանիան ներկայացնող ընտրատարածքից նրա փոխարեն սենատ ընտրվեց հայամետ գործիչ Ջոն Ֆոտերմանը, դե իսկ Օզը հավանաբար այսպես պահել է վրեժը եւ լավ պահ էր փնտրում այդ դամ հիշեցնելու համար հայերին։ Հավանաբար այն ինչ անում է, հենց այդ վրեժը լուծելու դրսևորում է։ Առաջին անգամ չէ, որ իշխանություններին այսպես մոտ կանգնած գործիչները փորձում են ուռճացնել հայերի դերը հանցագործությունների գործում։ Իսկապես որոշ հանրապետական գործիչներ վերջին 1 տարվա ընթացքում թույլ են իրենց տվել անպատասխանատու հայտարարություններ, փորձելով ապացուցել, որ հայերը կարևոր դեր են կատարում, խաղում Կալիֆոռնիայում կազմակերպված հանցագործության մեջ։ Իսկապես անցած տարվա մայիսին Գլենդելում, Հոլիվուդում, Լոս Անջելեսի մյուս հայաբնակ արվարձաններում ձերբակալել էին մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր մեղադրվում էին խարդախության մեջ, եւ դրանց մեջ կային նաեւ հայեր։
Բայց որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես հանրապետական համբավ ունեցող Fox News հեռուստաընկերությունը նպատակաուղղված շեշտում էր հենց այդ մարդկանց հայկական ծագումը, թեև հայերը ընդամենը մի մասն էին այդ հանցագործների եւ այդ հանցագործներից ընդամենը մեկն էր Հայաստանի քաղաքացի։ Մյուսները վաղուց արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի են։ Բայց այն նպատակաուղղված աշխատանքը, որով Fox News-ը որոշ այլ հանրապետական համբավ ունեցող լրատվամիջոցներ ընդգծում էին նրանց հայ լինելը, փոքր-ինչ տարօրինակ է թվում։ Կարծում եմ այս ամենի ետևում արժի փնտրել նաև ադրբեջանական եւ թուրքիական լոբի ջանքերը, քանի որ հենց այդ լրատվամիջոցների հրապարակումներից օգտվելով ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ապացուցել, որ Կալիֆոռնիայում հենց հայերն են իրավապահների գլխավոր գլխացավանքը եւ որ խնդիր են ստեղծում ողջ Կալիֆոռնիայի համար։ Կարծում եմ այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը Մեհմեդ Օզի հայտարարությունը, նույնպես արժի դիտարկել նույն այս համատեքստում։ Արդյոք բայց իսկապես հայերը իրենց թույլ են տալիս ապահովագրական խարդախություններ։ Դե գիտենք, գաղտնիք չէ, որ որոշ մեր հայրենակիցներ իսկապես Կալիֆոռնիայում ապահովագրական խարդախություններ իրենց թույլ են տալիս, բայց դա կազմակերպված, այսպես հանցագործություն անվանել դժվար է։ Օրինակ մի հայտնի պատմություն քիչ թե շատ թարմ, մի Լոս Անջելեսցի հայ տեսախցիկով արված տեսանյութ էր ներկայացրել որպես ապացույց նրա այն բանի, թե իբր արջը բարձրացել է իր մեքենայի վրա, վնասել է մեքենան եւ ապահովագրական ընկերությունը իրեն պետք է հատուցի։ Իրավապահները բարձել էին, որ այդ արջը հենց ինքն էր, արջի ինչ-որ շորեր էր հագել եւ բնական է, որ չէր ստացել ապահովագրությունը։ Իրականում նման այսպիսի մանր բաներ են եւ մեղադրել, որ դա կազմակերպված հանցագործություն է, որը հարյուրավոր միլիոնների վնաս է հասցնում, կարծում եմ անհեթեթություն է, կարծում եմ հայկական կազմակերպված այդ խմբավորումները այդքան ազդեցիկ չեն եւ այդքան մեծ խնդիր չեն ներկայացնում իրավապահների համար, ինչպիսին օրինակ լատինական կամ աֆրոամերիկյան կամ չինական կամ կորեական կազմակերպված խմբավորումներն են եւ ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների եւ լոբի փորձերը այդպես ներկայացնելու չեմ կարծում, որ հեռանկարային են։ Բավական է նշել, որ հայաբնակ Գլենդելը ողջ Կալիֆոռնիա եւ եթե չեմ սխալվում նույնիսկ ողջ Միացյալ Նահանգների ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում, համենայն դեպս այսպես բանդիտիզմի ցուցանիշներով։ Շնորհակալություն։